Սկզբում 5 գումարած 5, հետո 20 գումարած 20։ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքասարակության ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներն այս ձևաչափով են սկսել ու շարունակել հանդիպումները, փոխադարձ այցելություններ կատարելով խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում։ Գաբալայում ապրիլի 10-ից 12-ը կայացած հանդիպումից վերադարձած հայաստանցի գործիչները մամուլի ասուլիսում այցի մանրամասները ներկայացրին։ Շեշտեցին, որ այդ հանդիպումները բանակցություն չեն, այլ երկխոսություն։ Քննարկումների համար տաբու թեմաներ չկան։ Օրակարգը որոշվում է ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ, առանց երկու կողմերի կառավարությունների միջամտության։ Նպատակն է առաջ մղել խաղաղության գործընթացը, ազդել հասարակությունների տրամադրությունների վրա։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը արկա նարատիվների, արկա պատմության, արկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է։ Արեգ Քոչինյանի համոզմամբ խաղաղության ուղղությամբ այս ու մյուս աշխատանքները գուցե երաշխավորված հաջողություն չեն խոստանում, բայց դրանք չլինելու դեպքում անհաջողությունը երաշխավորված է։ Հումանիտար հարցերից մինչև կոմունիկացիաներ տարածաշրջանային իրավիճակ, կողմերը հարցերի լայն շրջանակի են անդրադարձել։ Մենք խոսել ենք գերիների եւ պահվող անձանց մասին, ոչ մեկ անգամ պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են այս խնդիրը եւ եւս հերթական անգամ կարող եմ ասել, շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել եւ պիտի այս հարցերը լուծվեն, որպեսզի ավելի երաշխավորված լինի առաջընթացը process-ի։ Բարձրացրել ենք նաև անհայտ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում։ Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ ցղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը եւ Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են։ Տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, հետեւաբար պետք է գնահատել առկա իրավիճակը եւ փորձել ամրապնդել խաղաղությունը, նկատում է Հայկական խորհուրդ վերլուծական կենտրոնի ասոցիացված փորձագետ Նարեկ Մինասյանը։ Ըստ նրա, երկու կողմերն էլ միակարծիք են, որ թե ուկրաինական պատերազմը ու թե Իրանի շուրջ զարգացումներն ավելի լուրջ մարտահրավերներ են ստեղծում Հարավային Կովկասի համար, որը փաստացի այս պահին դարձել է կայունության եւ խաղաղության կղզյակ։ Արեգ Քոչինյանը զուգահեռ է տանում Հայաստանի ու Ադրբեջանի առաջին հանրապետությունների ժամանակաշրջանի հետ։ Այն ժամանակ երկու հանրապետությունների իշխանությունները չգիտակցեցին, որ իրենց երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, անվտանգությունը փոխադարձորեն կապված են։ Այսօր ըստ Քոչինյանի իրավիճակն այլ է։ Սա շատ հետաքրքիր մի նոր քաղաքական զարգացում է, երբ որ մեզանից հյուսիս փոթորիկ կա, մեզանից հարավ փոթորիկ կա, եւ եթե մենք այս խոսակցության մեջ ներառենք նաև Վրաստանը, ապա մի իրավիճակ է ստեղծում, երբ որ 3 հարավկովկասյան հանրապետությունների ինքնիշխանությունը, ապագան, կայունությունը, անվտանգությունը ինչ որ առումներով դառնում է փոխադարձորեն իրար հետ կապված մեծություն։ Գաբալայի հանդիպմանը հայաստանցի գործիչները բարձրաձայնել են նաև ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հակահայկական նարատիվների հարցը։ Եթե բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում հռետորաբանությունը վերջին շրջանում որոշակի փոփոխության է ենթարկվել, պետական մեդիա դաշտում այդ դրական դինամիկան չի նկատվում։ Այս հարցը բարձրաձայնել ենք, որովհետև կարծում ենք սա եւս խնդրահարույց է եւ որևէ ձևով չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության շրջանակում։ Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ իրենց կողմից ընդունվեց, որ կան նման խնդիր եւ միևնույն ժամանակ նշվեց, որ իհարկե փոփոխությունների ժամանակ են պահանջում եւ միևնույն ժամանակ իրենք էլ բնականաբար մոնիտորինգ են իրականացնում հայկական մեդիաները եւ իրենք էլ իրենց մտահոգություններ ունեին հայկական մեդիա դաշտում շրջանառվող որոշակի այսպես կոշտ կոնտենտի հետ կապված։ Փորձագետների դիտարկմամբ Ադրբեջանում մեծ է անորոշությունը նաև թրիփ նախագծի հետ կապված։ Միևնույն ժամանակ դա նրանց համար շատ կարևոր հարցերից է։ Դուք գիտեք, որ մենք ունենք մտավախություններ կապված Իրանի պատերազմի հնարավոր ազդեցության այս կոմունիկացիաների վրա եւ նաեւ փորձում ենք հասկանալ ինչպես է կարելի, ինչ լուծումներ են հնարավոր, եթե այս զարգացումները երկար լինեն, այսինքն Իրանում պատերազմը շարունակվի կամ ապագայում նաեւ թրիփը դիտարկվի որպես այնպիսի ենթակառուցված, որը կարող է խոցվի։ Հակամարտության շրջանում մեզ այս հարցում ուրեմն ես իմ տպավորություններն եմ ասում, ադրբեջանական կողմը ունի նույնպես մտավախություններ կապված այս հարցի շուրջ, բայց նաև դիտարկում է, որ գուցե հայկական կողմը, քանի որ ի սկզբանե այսքան էլ
պատրաստական չէր կամ ցանկություն չուներ զարգացնել այս թրեքները, ինքը փորձում է օգտագործել Իրանի պատերազմը որպես պատրվակ ինչ-որ այլ առաջարկներ անելու։ Մելիքսեթյանը կարծում է հայկական կողմն ապաշրջափակման գործընթացը զարգացնելու առումով աշխատելու տեղ ունի։ Հավելում է, տարածաշրջանային ապաշրջափակումը եւ թրիփը Ադրբեջանում դիտարկվում է ոչ միայն Ադրբեջան-Ադրբեջան կապի համատեքստում, այլև Հայաստան-Հայաստան եւ Հայաստան-Իրան։ Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որովհետև խաղաղության գործընթացի ապագան կախված է հենց այդ փոփոխականից։ Սա ևս հայաստանցի փորձագետների արձանագրումն է։ Քոչինյանը մանրամասնում է, երկու երկրների միջև արդեն իսկ կա խաղաղության որոշակի բազա։ Նախաստորագրված համաձայնագիր, սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց ու այդ հանձնաժողովների հաստատված կանոնադրություններ, կոմունիկացիաների ապաշրջափակման սկսված գործընթաց ու դարձյալ ստորագրված փաստաթղթեր։ Բացի այդ, երկու կառավարությունների միջև իրար հետ աշխատելու որոշակի կարողություն է ձևավորվել, իսկ ընտրություններից հետո խաղաղության ու պատերազմի հարցերը ըստ էության որոշելու է այն ուժը, որը Հայաստանում կհաղթի։ Քննարկվում է հետագայում երկու կողմերի հանդիպումները այլ կլաստերային ձևաչափով կազմակերպելու հարցը։ Բնապահպանները բնապահպանների հետ, գործարարները գործարարների եւ այլն։ Աննա Զախարյան, լուրեր։